Արցախը ինչ է, հայկական էր թե ադրբեջանական։ Այդ հարցին կարեք պատասխանեք։ Բոլոր աշխարհը ասում էր ադրբեջանական։ Դուք անձամբ ինձ համար ամեն ինչն է հայկական։ Արցախը հայկական էր։ Այո, Թուրքիան էլ է հայկական, ամեն ինչն է Որ չունեք Թուրքիա մի արեք կգան ձեր Ադրբեջանի եթե հայկական էր։ Եթե Արցախ հայկական էր, ինչի հանձնեցին ձեզ մոտ որպես ոչ նիկոլական։ Ով հանձնեց։ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը չի հանձնել։ Որ 30 տարի երկիրը քանդեցին։ Եթե 30 տարի քանդել են, բայց չեն հանձնել։ Միայն քանդել, ոչ չեն հանձնել։ Որտե պատերազմ չկար։ Այդ Ալիևը դեռ պատրաստ։ Մեծ հարգանքով ձեր հանդեպ Պրագայում գիտեք, չէ՞, Պրագայում եղել է թուղթ, որը ստորագրել է, որ Արցախը ճանաչում են Ադրբեջանի ամբողջականություն։ Գիտեք, ես արտասահմանում եմ ապրում։ Մի երկիր չկա Շվեյցարիայում։ Մի երկիր չկա, որ չասի, որ այդ ադրբեջանական։ Ձեր մոտ տեղ չկա, մենք էլ գանք ապրենք։ Բայց չեք գալիս Հայաստանի Հանրապետությունում ապրել, լավ ապագա չկա ստեղ։ Տիկին ջան, մի անհամ կա, չէ ապագա։ Գիտեք, այս մեր հայրենիքն գալու ապրեք։ Մշտական։ Ես չեմ հասցնում։ Դուք եկել եք Արցախ։ Արդեն չեմ հասցնում։ Ինչա ձեր անունը։ Չէ, Սվետլանա, ես գալիս եմ 2 անգամ տարվա մեջ, որտեղ մենք ամեն ինչ ունենք, բնակարան ունենք, ամեն եւ թորնիկները, ծուռնիկները։ Որտեղ է ձեր բնակարանը։ Կենտրոնում, հա։ Կասկադ։ Գիտեք, որ ձեր բնակարանը 26 թվականի հունվարի 1-ից 100%-ով գույքարկը թանկացնելու են։ Եթե չեք կարողանում պետք է վաճառեք գնաք մարզերում ապրեք։ Արդեն թանկացրել։ Բա լավ չի։ Շատ լավ է։ Իսկ Սվետլանա, մի բան հասկանա, քանի տարի է որ ապրում եք դրսում։ Շատ սովետական ժամանակ։ Այս երեխաներից հետ այնտեղ եք։ Այո։ Բայց դրսում ապրել եք, դուք ստեղ չգիտեք, ստեղի մարտիկ իրենց մաշկի վրա ինչեր են Ոչ չգիտեմ, բայց ես տարիներ անգամ գալիս եմ։ Տարիներ անգամ գալու, մենք էլ տարիներ անգամ Եվրոպա ենք։ Գալիս եմ եւ Конечно, պետք է իդիոտ լինես, որ չհասկանաս ինչա կատարվում։ Ես էլ մի անգամ Շվեյցարիայում եմ եղել։ Ձեր կարծիքով կարող եմ կարծիք կազմել Շվեյցարիայի մասին, ինչպիսին է, չեմ կարող։ Շատ լավ հրաշալի բնություն ունեն, լավ քաղաքներ, փողոցներ։ Որտեվ իրանք սիրում են իրանց երկիրը։ Մենք չենք սիրում, որտեվ նայեք այդ Ես շատ եմ սիրում։ Բայց ինչ չեք գալիս ձեր երկրում ապրեք։ Որտեվ ես մենակ եմ այստեղ։ Չեմ կարող ամբողջ ընտանիքը վերցրեք, եկեք։ Ձեր ընտանիքը չի սիրում։ Ձեր հարազատները չեն սիրում մեր երկիրը։ Այդ սխալ հարցադրում է։ Չէ, ախր բոլորը թողնում դուրս եք, հետո չեք գալիս այստեղ։ Ոչ, իմ տղան քիրուրգ է, կարդիոխիրուրգ, եւ ինքը աշխատել է վերջի պատերազմի ժամանակ միջև վերջի վարկյանը, որ ասել են թողեք գնացեք իր հիվանդը սեղանին, որ թողներ գնար պետք է ամպուտացիա անեն։ Իմ մոտ ընկերն էլ ռազմական բժիշկ է եւ գնացել է 2 ձեռքով միաժամանակ Գորիսում վիրավոր է վիրահատել։ Իմ տղան միջև վերջի օրը աշխատել է։ Այդ չի նշանակում, եթե այստեղ չի ապրում, ուրեմն կամ պատրիոտ չի կամ բաճի։ Կյանքը տենց է ստեղծել, որ Արցախը հանձնեցին Ադրբեջանին, նվիրատվություն արեցին։ Իսկ որ հայը համաձայնա ձեր կարծիքով։ Նիկոլ Փաշինյանը։ Արցախը նվիրել են Ադրբեջանին։ Ով ասում։ Բոլոր հայերը։ Ով է նվիրել։ Կներեք, ձեր տղան իր գործադրած ջանքերը չի ափսոսում, որ եկել է այստեղ Արցախի համար բարյութապահ զինվորների կյանքն է փրկելու, հետո այդ արդեն այնտեղ այնքան հիասթափված էր ամեն ինչից, այս պատերազմից, այս անկազմակերպությունից, ամեն ինչից հիասթափված էր միջև այստեղ, որ դաժե արդեն իշխանությունից է հիասթափված եղել։ Գիտեք, իշխանությունից էլ ամեն ինչից, բայց երկիրը պետություն իշխանություն չի կարելի խառնել, понимаете։ Ոնց չխառնենք, այդ պետությունը այդ իշխանությունն է ղեկավարում, բանը անցած Բա հոչի մնալու հավերժ։ Հիմա օրինակ դուք դեմ եք, չէ՞։ Хорошо, հենց վաղը տապալեցինք Փաշինյանին։ Ում եք ուզում որ դա։ Որ տապալեցիք, ում բերեցիք Փաշինյանին։ Չէ, ես հարցնում եմ ձեզ։ Ես հարցնում եմ, հենց այսօր տապալեցիք, չէ՞։ Ում եք ուզում։ Մի մարդ տեսնում եք, որ գան նստի այնտեղ ու երկիրը որ տապալեցիք, ում եք ուզում։ Ում եք տեսնում։ Ում ասես, բայց ոչ իրան։ Ում ասես։ Դրա համար մենք խառնվում, դրա համար մենք սխալվեցինք։ Ես առօրյային ծիրիկու եմ։ Չէ, չէ, որ հողատու են ասում, դավաճան են ասում, այ մենք մեր երկրում վարչապետ ենք ընդունել մեկին, ում հողատու են ասում, դավաճան, թուրք են ասում, ու ինքն էլ ասում է, ես չեմ վիրավորվում, որ ինձ թուրք են ասում։ Հանդուրժում եք։ Ես ձեզ մի բան ասեմ, ինձ համար Նիկոլը ընդհանրապես գոյություն չունի, բայց ժողովուրդը իրան ընտրել է, հասկանում եք, չի կարելի հիմա խառնել արյուն թափել որ փոխել։ Պետք է օրենքով փոխել, понимаете իմ ասածը։ Օրինակ դուք ում հարցնում եք։ Պետք է արյուն թափել, Բա հենա բոլորը այդ են ասում։ Հենց հիմա գնանք, բայց ում բերեք։ Էլի մի տենց եկեղեցուն էսպես քարկոծում էին, եկեղեցուն չեն քարկոծում։ Եկեղեցուն չեն քարկոծում։
Եղեգեցականներին են, այդ շատ մեծ տարբերություն։ Զգացվում որ դեմ եք այս իշխանության ու Նիկոլ Փաշինյանի, բայց մի տեսակ իր թեզեն եք տարածում, էլի նույն բանեն եք կրկնում։ Չէ, ես 30 տարի թալանեցին, այո, չեն թալանել։ Հա, միջև նա թալանում են, եթե այդպես է։ Հիմա թալան չի։ Կարողա կա, ես տեղյակ չեմ, բայց կարողա կա, բայց ես ուզում եմ ասեմ, որ չի կարելի անօրեն, եթե ուզում եք դեմոկրատիկ, նորմալ երկիր բանանեք, չի կարելի Տեսեք, դեմոկրատական նորմալ երկրում չի կարելի այդ ձևով արուն թափելով եսիմ չի կարելի տենց ինձ թվում է իր կարծիքը ասելու համար հիմա 2 ամսով կալանավորվել դա դեմոկրատական է չէ այդ другое дело ես իրան չեմ ինչ արել եմ միած ասեք հա միած գավառյա գոսպիտալա կառուցել ես չգիտեմ համարենք այդ մի գոսպիտալն է կառուցել քիչ է էն էլ չէ աշխատել ասում են երբեք հանրապետական հիվանդանոցները Ստեփանակերտի պատերազմի ժամանակ կարող է առևտրի կենտրոնը գիտեք ինչքան փող է բերում ինչքան աշխատատեղ է ստեղծել հա բայց իրան ինչքան փող է բերում չէ դե պարզ է որ ներդրում ես քեզ է պես փող է բիզնեսի մեջ է բայց դուք մի ասեք որ ինքը եսի ինչա մի ասեք ես ոչ մեկի նկատմամբ ես համարում եմ որ դուք պետքա ամբողջ պրոգրեսիվնի սիլы как это ամբողջ առաջադեմ հայրենասեր ում եք տեսնում դուք այդպես ես որ ես չեմ տեսնում ես չեմ հիմա ինքն ավելի հայրենասեր թե ձեր որդին օրինակ ինքը իհարկե իմ որդին է որտեվ ինքը գնացել էր իր կյանքը ու ինչքան գնացել տեսեք Ստեփանակերտ աշխատելու ամբողջ պատերազմի ժամանակ Կարապետյանն էլ թե այստեղ է ներդրումներ արել թե Ստեփանակերտում թե գալիս գնում է որդին այստեղ չի ապրում Хорошо թողենք հանգիստ Կարապետյանին մի բան ինձ ասեք հիմա մի տարի է մնացել որ ընտրություններ գալի այդ մի տարին հավաքվեք բոլորը այտենց որ սիրում եք հայրենիքը որ խելացի մարդիկ եք ու մի չէ մի երկու գոնե տեխնացու որ ժողովուրդը իմանա ում համար գնա օրինակ ձեր որդին կարող է գրավել դառնա տեխնացու ինչի ձեր որդին ինչի ինքը այստեղ աշխատի իր երեխաները ընդեղ են ծնվել ինքը ընդեղ է մեծացել ընդեղ է համալսարան ավարտել ճիշտ է բայց կյանքը տենց է որտեվ իմ ամուսինն աշխատում էր միջազգային Всемирная организация здравоохранения առողջապահության ես աշխատում էի Организация Объединенных Наций դրա համար երեխեքս ընդեղ են մեծացել ընդեղ են ամուսնացել ընդեղ են չեն պատրաստում գալ Հայաստան մայր հայրենիք ապրելու իհարկե չէ ամբողջ կյանքը ընդեղ է բայց դրակում եք իրենց հայրենասեր ասել անշուշտ որտեվ իրանք այնքան բան են արել հայրենիքի համար որ ստեղ ամենավոր լեզուն 3 մետր բացում է 10 ոչ մի քանակը չի արել իմ աղջիկս երկրաշարժի օրից տղաս երկրաշարժի օրից միջև հիմա ինչքան կարան օգնել են ու անել են ու դեռ պետք է անեն